Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 20։ Աբբա հայր։ Սուրբ Հոգին է մեր հարաբերությունները Հոր Աստծո և Տեր Հիսուսի հետ ավելի պարզ դարձնողը։ Նա է, որ մեզ սովորեցնում է ասել Աբբա հայր։ Գաղատացիս 4:6 խոսք։ Այս խոսքը վերաբերում է աստվածաշնչյան ժամանակներից ի վեր արևելյան սովորության, որը վերաբերում է երեխայի որդեգրմանը։ Մինչև որդեգրման փաստաթղթերը որդեգրող հոր կողմից ստորագրվելն ու կնքվելը, երեխան այդ տղամարդուն համարում էր միայն որպես հայր։ Նա իրավունք չուներ նրան դիմել Աբբայով, քանի որ դա նշանակում է իմ։ Սակայն միայն այն ժամանակ, երբ փաստաթղթերը ստորագրվում են և կնքվում, երեխան հանձնվում է որդեգրող հորը, նա կարողանում է առաջին անգամ ասել Աբբա հայր։ Սա Սուրբ Հոգու գործն ու ծառայությունն է։ Նա ձեզ ծանոթացնում է հոր հետ և անընդհատ հիշեցնում. ես կնքել եմ փաստաթղթերը, դուք այլևս որբ չեք, այժմ դուք ունեք շատ սիրող, զորավոր հայր։ Մեր աղաղակը պետք է լինի անսահման ուրախության և երախտագիտության աղաղակ։ Մեր մեջ գտնվող Հոգին բառացիորեն աղաղակում է. դու ժառանգորդն ես այն ամենի, ինչ Հիսուսը նվաճել է։ Մենք աննկարագրելի ժառանգություն ունենք, քանի որ մեր հայրը ամենահարուստն է տիեզերքում։ Դուք լքված չեք, այնպես որ վայելեք նրան։ Մենք ոչ միայն լքված չենք, այլև Սուրբ Հոգին մեզ հետ է շփոթության և տառապանքի ժամանակներում։ Սուրբ Հոգու առաքելությունն է մխիթարել Քրիստոսի հարսին Փեսայի բացակայության ժամանակ։ Եվ ես հորը կաղաչեմ, և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Հովհաննես 14:16 խոսք։ Մխիթարիչ նշանակում է մեկը, ով մխիթարում է ցավի կամ վշտի ժամանակ, մեկը, ով մեղմացնում է ցավը, սփոփում և խրախուսում է։ Սուրբ Հոգուն մխիթարիչ անվանելով, Տեր Հիսուսը անվիճելիորեն կանխատեսում է, որ իր ժողովուրդը կտառապի և մխիթարության կարիք կունենա, որ վերջին օրերում իր ժողովրդի մեջ շատ ցավ կլինի։ Սուրբ Հոգու բերած մխիթարությունը նույն մխիթարությունն է, որը տալիս է Աբբա հայրը իր զավակներին։